բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք Տանավար այս եթերին, ամփոփում ենք շաբաթը, չնայած անցած շաբաթը չենք ունեցել ձեզ հետ խոսելու եւ թեմաները բավականին շատ են եւ այսպես երևի թե սկսենք այս հարցից, այսօր վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել շնորհավորելով քաղաքացիներին քաղաքացու օրվա հետ կապված եւ ինչ է ասում, ինչ նշանակություն ունի քաղաքացու օրը, ես այսպես կարճ մեջբերումներ անեմ, որպեսզի դուք անդրադառնաք։ Քաղաքացու օրը տվեց ժողովրդավարություն, տվեց ազատ ընտրության հնարավորություն, ժողովուրդը վերջապես ընտրեց իր ղեկավարին։ Երբեք այսքան ազատ չի եղել հայ ժողովուրդը։ Իմիջիայլոց այս հարցին դուք պատասխանեք, բազմիցս որպես բերման ենթարկված, չգիտեմ, կալանավորվել եք իր օրոք թե ոչ, ամեն դեպքում այսքան ազատ չի եղել, տնտեսական աճ, չգիտեմ, մի խոսքը չգիտեմ, որ Հայաստանում ենք ապրում, բայց այսպես եւ նաեւ շատ թեմաներ եք առանձնացրել, ցեղասպանության 10-րդ տարելիցներ, ջահերով երթը կայացավ, դրոշները այրվեցին, ի պատասխան Փաշինյանի եւ մյուսների։ Խնդրեմ։ Բարև ձեզ Մարիամ ջան, շնորհակալ եմ հրավերի համար, բարև ձեզ սիրելի հանդիսատեսներ, հետևորդներ։ Նախ եւ առաջ Նիկոլի այդ քաղաքացու օրվա հետ կապված գրառումները ցանկացած Նիկոլի քայլ, նաեւ այս մեկը ինձ համար թյուր իմացություն է, որովհետեւ առհասարակ ցանկացած կայացած երկրում ամեն օր պետքա քաղաքացու օր լինի, որովհետեւ ինչպես քաղաքացին պետքա երկրի մասին մտածի, մտահոգված լինի, սիրի իր հայրենիքը, այնպես էլ փոխադարձ դա պետքա լինի, հակառակը պետքա լինի եւ դա Նիկոլ Փաշինյանի եւ նիկոլականների հորինած անիմաստ տոնն է, ինչ քաղաքացու տոնի մասին պետք է խոսել։ Հենց այդ քաղաքացու տոնի շնորհիվ է, որ մենք այսօր չունենք Արցախ, մենք այսօր կորցրել ենք մեր 5000-ից ավել եղբայրների, մենք կորցրել ենք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, ինչ ժողովրդավարության մասին է խոսքը, այո, բազմիցս ենթարկվել ենք բռնաճնշումների, ռեպրեսիաների, նիկոլական ռեժիմի ոչ միայն ես, այլև հարյուրավոր իմ ընկերներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, ինչի մասին է խոսքը, ինչ ժողովրդավարության մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանի օրոք է եղել, որ Նիկոլ Փաշինյանի ինչ որ միտեղ շուտ հասնելու համար, եթե չեմ սխալվում, հենց 3 թե այսօր, որ մեքենայի տակ, այո, հղի կնոջը մեքենայի տակ գցեցին եւ սպանեցին, սեփական ժողովրդին ցեղասպանող անձնավորություն է Նիկոլ Փաշինյանը, մի հատ էլ դրել է քաղաքացու օրը նշում եւ հենց դա շատ խորհրդանշական է, որ իր բերած քաղաքացու օրն է, ինքը մեքենայի տակ գցել սոնային եւ նրա չծնված երեխան այդպես էլ չծնվեց, ինքը կյանք խլող անձնավորություն է, մահաբեր անձնավորություն է, նաեւ այս ձեր տված հարցերին կանդրադառնամ, միանգամից ասեմ, որ երեք էլի մենք բանակում զոհ ունենք, զինվոր է զոհվել իր վրա ամրակցված ինքնաձիգից, ինքն իրեն կրակել է, չգիտեմ, չի բացահայտվել ինչ պայմաններում է եւս մեկ մեր զինվոր հեռացել կյանքից, բայց օրինակ նախկինում երբեք դուք չէիք կարող տեսնել նմանատիպ քանակի զոհեր բանակում, նմանատիպ առեղծվածային իրավիճակներում, Ադրբեջանը շարունակում է կրակել մեր սահմաններին, օրեր առաջ Խոզնավարի վրա էին կրակ բացել ադրբեջանցիները նրանց կանոնավոր զորքից եւ այս ամեն ինչը նշանակում է մի բան, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության մնալով օր առաջ մոտիկացնում է նոր պատերազմը մեզ, մոտիկացնում է Հայաստանի Հանրապետությանը մի նոր դավաճանության, նոր տարածքների զիջման, նոր աղետի եւ ես կցանկանամ խոսել նախ եւ առաջ ջահերով երթից, նաեւ կցանկանամ ասել, որ մենք հանրապետական կուսակցության երիտասարդներով մասնակցել ենք ջահերով երթին, դա մեր պարտքն է, ցեղասպանության համար անել ցանկացած բան, ինչը պահանջվում է եւ ինչ էլ անում ենք, միևնույնն է քիչ է, ցեղասպանության ճանաչման, չուրացման, չմոռացման համար եւ հենց այս առիթով ես ցանկանում եմ հիշել ԿՊԱ-ական падգամավոր Արտուր Հովհաննիսյանին, մի լպրծուն անձնավորության, ով նաեւ եթե չեմ սխալվում, ինչ որ թմրամիջոցներ օգտագործելու համար նախկինում նաեւ բերման է ենթարկվել,
չգիտեմ ապացուցվել է օգտագործումա թե չէ, բայց կասկածանքով բերման է ենթարկվել, դե օգտագործած է կլինի վստահ եմ, որովհետև նրա ոչ adekvat պահվածքը ցույց է տալիս նրա հոգեվիճակը եւ ցույց է տալիս, որ նրա ուղեղը գենետիկորեն փոխվել է թմրանյութ օգտագործելուց, այսինքն adekvat անձնավորություն չի եւ նաեւ Արտուր Հովհաննիսյանը օրեր առաջ ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Գեգամ Մանուկյանի հետ կապված էլի իրան ինչ որ ակտիվ էր պահում, ինչ որ բառեր էր արտաբերում, ինչ որ բաներ էր խոսում, ուզում եմ ասեմ, որ Գիտեք ինչ հիշեցի, Ալեն Սիմոնյանի մի վիդեո է աչքովս ընկել 3, չգիտեմ հիմա որ գտնեի ցույց կտայի, ուրեմն ինչ որ մի հատ ինչ որ վիդեոում նկարվել է ու ասում է իմ վրա պետքա ոչ մի հատ լաքա չլինի ու այդ վիդեոյի մեջ տորթը սենց լղում են Ալենի դեմքին, նայեք, օրինակ Գեգամ Մանուկյանը, ես կամ ինչ որ ընդդիմադիր քաղաքական գործիչ երբեք նմանատիպ վիդեոներում չի նկարվել կամ օրինակ Ալենի վիդեոն հիշենք ակվարիումի մեջ, իրանք այդ տղեկն են եղել, իրանք փողոց չեն իջե, իրանք չգիտեն տղա լինելը ինչա, դրա համար հիմա ազգային ժողովի նախագահ է մեկը падգամավոր է, դրա համար իրանք արա ասելուց կամ չգիտեմ գլուխդ պատին կտանք, գլուխ չի մնա ձեր վրա, տենց բաներ ասելուց, իրանք հավեսն են հանում, այն հավեսը, որը երեխա ժամանակ իրանք հետ են արել, Մարիամ ջան, հասկանում եք, այս ամեն ինչի պատասխանը այդտեղ է։ Օրինակ ես շատ լավ հիշում եմ, երբ Ալեն Սիմոնյանը գնում էր հարցազրույցների, իր հետ միջանցքներում ինչպես էին վերաբերվում, իրան ասում էին եղջերու, այ Ալեն ինքը ձեն չէր հանում, ուղղակի թողնում գնում էր։ Դրա համար այս որակի մարդկանց բացահայտված մարդիկ են բոլորը մեզ համար եւ այս Արտուր Հովհաննիսյանին ինչի համար է անդրադառնում, ինքը ազգային ժողովի ամբիոնից հանցագործություն է արել, ուրեմն ես ցանկանում եմ գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրել, քանի որ այս Հայաստանի Հանրապետությունը պետություն է, չնայած նրան, որ իշխանազավթների կողմից մեր բոլոր պետական հաստատությունները, կառույցները կորցրել են իրենց, չգիտեմ, գործառույթները, ոչ մեկ իր տեղում չի, ես հենց հիմա գլխավոր դատախազին հայտարարություն եմ անում, որ զբաղվեն Արտուր Հովհաննիսյանով ու նրա հայտարարություններով, նրա հանցագործության մասին ես հիմա հայտարարություն եմ կատարում, որ Արտուր Հովհաննիսյանը ազգային ժողովի բարձր ամբիոնից ասեց ցեղասպանության հարցը հանգիստ թողեք, մոռացեք, մի հիշեք։ Ուրեմն, սիրելի դատախազ, սիրելի հայրենակիցներ, քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը շատ պարզ ասում է քրեականությունը մոռանալու կոչեր անողներին, ցեղասպանությունը ուրանալու կոչեր անողներին, ինչ պատիժ է հասնում։ Հիմա դուք պետքա քրեական գործ հարուցեք Արտուր Հովհաննիսյանի վրա ցեղասպանությունը մոռանալու կոչ անելու համար ազգային ժողովի բարձր ամբիոնից եւ նաեւ մեր ընդդիմադիրները ցեղասպանությունը ժխտելու համար օրինագիծ են տարել ազգային ժողով եւ դա ողջունելի է միանշանակ, բայց արդեն Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, քրեական օրենսգրքի համաձայն, ըստ 136-րդ հոդվածի մենք արդեն ունենք նմանատիպ կարգավորում, որ ցեղասպանությունը ուրանալը, մոռանալը, ժխտելը, կասկածի տակ դնելը օրենքով պատժվում է։ Հիմա գլխավոր դատախազին եմ դիմում Նիկոլից սկսած Արտուր Հովհաննիսյանով պրծած, հարուցեք գործ, որ այս մարդիկ խախտում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի օրենքները, մասնավորապես 136-րդ հոդվածը։ Հիմա ես շատ եմ խնդրում, որ այս տեսանյութը հրապարակելուց հետո մաքսիմում տարածեն մեր հայրենակիցները, իմ ընկերները, մեր հետևորդները Հայլի ակումբի, որպեսզի սա հասնի գլխավոր դատախազին եւ գործ հարուցվի падգամավոր Արտուր Հովհաննիսյանի վրա։ Նմանատիպ падգամավորները պետքա մանդատը դնեն։ Այս սրանք իրավունք չունեն լինելու ազգային ժողովում, սրանց մետա կասկածի տակ է դրած, սրանք հայ են թե չէ, որովհետև հայը չի կարա նման բան ասել։ Օրինակ Հրանտ Դինքին գլխից Ստամբուլում խփել են նրա համար Ակոս թերթի հիմնադիրին, որ ինքը Ստամբուլում ցեղասպանության ճանաչման, ցեղասպանության լուսաբանման գործընթաց է տարել, հասկանում եք, իսկ կան մարդիկ, ովքեր Թուրքիայում չեն, Հայաստանում են, ներկայացնում են ամենաբարձր
աղբյոններ, ներկայացնում են հայ ժողովրդին ու ուրանում են ցեղասպանություն։ Օրինակ Արտուր Հովհաննիսյան, դու падգամավոր դառնալուց քարոզարշավի ժամանակ քեզ ընտրողներին ասել ես, որ դու ուրանալու ես այդ քեզ ընտրողների տատերին ու պապերին թուրքերի ցեղասպանելը։ Դու ասել ես այդ մարդկանց։ Նիկոլ Փաշինյան, երբ որ դու այն թրաշով վախտերդ կանգնում ասում էիր, որ Թուրքիան պետքա պատասխան տա ցեղասպանության համար, այն Արցախը Հայաստան է եւ վերջի ժամանակներում, էլի, այդ ժամանակներում, երբ որ պետքա այս ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնեիր, որ դու հայրենասեր ղեկավար ես, ժողովրդավար ես, ժողովրդի ծոցից ես դուրս եկել։ Այդ ժամանակ, որ ասում էիր, որ ցեղասպանության հարցը Թուրքիան դեռևս չի ճանաչել եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ճանաչի, սենց եք անում, որ ճանաչի, հա, օրինակ, ես ցանկանում եմ հասկանալ Օրինակ, որ դուք քննադատում եք, օրինակ այն Վազգեն Սարգսյանի քույրը, Արամը, որ ասում է, չեմ խրախուսում հարևան պետության դրոշները այրելը հանրապետության հրապարակում։ Օրինակ, ես ուզում եմ այս անձնավորությանը հարցնել։ Ես ուզում եմ հարցնել, երբ որ Արցախի դրոշը կապած մեր հայրենակիցների վրա թուրքերը գնդակահարեցին մեր երկու հայրենակցի եւ համացանցում պատտում էին այդ տեսանյութը։ Բոլորս կհիշենք, չէ՞ որ Արցախի դրոշը կապեցին տարիքով մարդու եւ զինվորի վրա ու գնդակահարեցին նրանց ադրբեջանցիները։ Դուք մի անգամ դրա մասին խոսել եք, դուք միջազգային ատյաններ դիմել եք Արցախի դրոշը կապելը հայ զինվորի վրա եւ նրան գնդակահարելը։ Ինչ հանցագործություն է, ինչ պատիժներ պետքա ստանան այդ անձնավորությունները, երբ թուրքերը պղծում են Շուշիի եկեղեցին, Ղազանչեցոցը, երբ պղծում են մեր մշակութային կոթողները, երբ պղծում են մեր դրոշը, երբ Բայրամովը հիմա ասում է, որ պետքա հանցագործեն մարդիկ, ովքեր այրել են դրոշները, ուզում եմ Բայրամովին ասեմ, որ իրանք հələ տասնապատիկը հետ են ստանալու, ես ուզում եմ ադրբեջանցիներին, իմ տարեկիցներին ուզում եմ ասեմ, որ իրանք էժան չեն պրծնելու, մեր նման սերունդ կա ու մեզնից հետո եկող սերունդ կա, ովքեր պահանջատեր են լինելու, ովքեր ազատագրելու են Արցախը ու մենք չենք վախում դրա մասին խոսել, որովհետև երբ Աստված ստեղծել այս մոլորակը, Արցախը տվել է հային, ոչ թե Թուրքին, այդ ժամանակ Թուրքիա, Ադրբեջան նմանատիպ պետություններ չեն եղել։ Ադրբեջան պետությունը ավելի փոքր է իր տարիքով, քան անգլիական Manchester United թիմը ֆուտբոլային, կամ Coca-Cola-ն, կամ ցեղասպանությունից մազապուրծ եղած եւ փրկված ինչ որ մի հայ տատիկ։ Այ Ադրբեջանը այդքան փոքր է, հետևաբար Բայրամովը գլուխը պատին է տվել, որ մեր դաշնակցական ընկերներին հանցագործ անվանում ու այդ դրոշները այրելու մեջ ու Բայրամովի հետ շարքով կանգնած գլուխը պատին են տալի բոլոր այն անձնավորությունները, ովքեր քննադատում են մեզ դրոշ այրելու համար, որովհետև այդ դրոշը մեր թշնամու դրոշն է ու մեր արյան մեջ է, որ ադրբեջանցին մեր թշնամին է, մեզնից օկուպացրել է Արցախը ու մեր սուվերեն տարածքները ու մեր չակերտների մեջ ղեկավարների պատճառով է հիմա Թուրքիա առաջ կզած, որ այս ամեն ինչը տեղի է ունեցել։ Դուք բոլորը դավաճանեք, դուք պատասխան եք տալու օրենքի ողջ խստությամբ։ Շարունակենք, անցնենք առաջ։ Օրինակ, երբ որ Վազգեն Սարգսյանը, հիմա Արամին եմ ուզում հարց տամ, երբ Վազգեն Սարգսյանը 500 մահապարտեր խնդրում, որպեսի գան եւ կռվեն ամենաթեժ տեղերում, որպեսի ազատագրեն Արցախը։ Հիմա ես ուզում եմ այս անինքնասեր անձնավորությանը հարցնեմ. քո արյունակից եղբայրը, մեր սպարապետը, մեր հերոսը ու լեգենդը Վազգեն Սարգսյանը սխալ էր, դու ճիշտ էիր, ուզում ես ասես։ Դու պետքա Նիկոլի հարազատ եղբայրը լինեիր։ Դու սխալմամբ ես Վազգեն Սարգսյանի եղբայրը եղել եւ ուզում եմ ասեմ, որ ձեր նմանները պետքա մի օր հայ ժողովրդի, հայ ազգի, Հայաստանի դրոշի, օրհներգի առաջ պատասխան տան։ Դուք բոլորդ պետքա դատարաններում դատվեք։ Դուք ցեղասպանություն, հող, զինվորի արյուն ուրացող տականքներ եք բոլորդ։ Ոնց կարելի է ցեղասպանությունը ուրանալ։ Ոնց կարելի է ուրանալ այն ամենը, ինչը արել են քո պապերի ու տատերի հետ։ Ոնց կարելի է ուրանալ այն ամենը, որը միտված է եղել քո ցեղի կանգ առնելուն, որպեսզի դու ժառանգներ չունենաս։ Ոնց կարելի է ինչ որ փողի դիմաց, ինչ որ
քիրվայության դիմաց, ինչ որ առևտրի դիմաց, ինչ որ չարչիության դիմաց, ինչ որ աթոռի դիմաց, այդ ամեն ինչը ուրանալ ու ծախել ձեզ ու ձեր հոգիները թուրքին։ Ոնց կարելի է։ Մարդ պետքա շան տղա լինի դրա համար։ Մարդ չի կարա լինի ինքնասեր, մարդ չի կարա լինի ինքը իրեն հարգող ու լինի ձեզ նման։ Ես չեմ ճանաչում նմանատիպ հայերի, դուք իմ համար հայ չեք։ Եվ անդրադառնամ նաև Կոնջորյան Հայկին, ով ասում էր, որ նախկինում Հայաստանը եղել է արյան բաղնիկ։ Հիմա ուզում եմ այս անձնավորությանը, այս շերեփին ուզում եմ մի հատ բան հարցնեմ։ Հարցնեմ չէ, ուզում եմ փաստերով անցնենք, էլի գնանք։ Այսինքն 91-ից 94 թվականներին մեր հերոսները, նախագահները, մեր չգիտեմ, հայրերը, պապերը ազատագրել են Արցախը, ազատագրելու ժամանակ կյանքի գնով զոհ են տվել եւ մենք 30 տարի խաղաղ ապրել ենք։ Մենք ապրել ենք խաղաղ 30 տարի պատվով, չգիտեմ, մեծ հայրենասիրությամբ, մենք ապրել ենք անվտանգ Արցախում եւ Հայաստանում, մենք երջանիկ ենք եղել։ Հիմա դուք եկել եք 5000 տղու գլուխ եք կերել, Արցախ եք հանձնել։ Դրանից հետո եղել են Ջերմուկյան դեպքեր, Վարդենիսյան դեպքեր, դրանից հետո եղել են բազմաթիվ դեպքեր, որ տարածքներ ենք զիջել, զոհեր ենք տվել։ Հիմա դուք ասում եք նախկինում արյան բաղնիկ է եղել Հայաստանը, բայց ձեր օրոք ինչ է։ Արյան սաունա է Հայաստանը, մի ամբողջ արյունա բաց երկնքի տակ Հայաստանը։ Լավ ես չեմ հասկանում, դուք ում եք էշի տեղ դրել։ Դուք նույնիսկ ձեր նիկոլական ընտրողներին էլ էշի տեղ չեք կարող դնեք։ Ձեր ռեյտինգը հասել է պատմական մինիմումի։ Նիկոլ Փաշինյանին փողոցում 20 հոգուց մեկը չի ասում, որ ինքը դավաճան չի։ Ինչի մասին է խոսքը։ Դուք ով եք, ինչ եք ուզում անել, ուր եք ուզում գնալ, ոնց եք պլստալու այս ժողովրդից։ Ես չեմ հասկանում։ Չնայած հասկանում եմ ձեր վերջը ինչա լինելու եւ նաեւ ամենավերջում կցանկանամ խոսել Դանիել Իոնիսյան կոչվող մի անձնավորության մասին, ով սեր ունի բռնաբարելու իր սեփական մորը։ Ուրեմն նայեք, ես խնդրում եմ դատալեքսով հիմա իմ հետևորդներին, ինձ նայողներին, այս տեսանյութը նայողներին նաեւ Դանիել Իոնիսյանի մոտիկներին, նրան պաշտոն տվողներին, չգիտեմ, նրա հարազատներին ես խնդրում եմ դուք դատալեքսով պոիսկ տվեք, տեսեք Դանիել Իոնիսյանը ինչի համար է դատապարտված եղել, ինչ գործ կա նրա վրա քրեական, ուրեմն նայեք Դանիել Իոնիսյանը իր մորը բռնաբարության փորձ անելու համար նրա վրա գործ է հարուցվել։ Ինչ է մեզ երևույթից խոսում։ Ուրեմն այս անձնավորությունը դրանից հետո նրա մայրը ես այսօր իմ Facebook-յան էջին գրառում եմ կատարել սխալ տեղերը խառնել եմ գրել եմ որ մորը դանակահարության փորձ անողին ուրեմն սիրելի հայրենակիցներ ինքը չի փորձել մորը դանակահարել սա փորձել է մորը բռնաբարել մերը փորձել է իրան դանակահարել ու այս եթիմները եկել են այսօր ասում են որ Սերժ Սարգսյանին ասեք որ իր ժամանակը անցել է Ես ուզում եմ Դանիել Իոնիսյանին ասեմ, որ դու մեր բռնաբարող սրբապիղծ տղա ես, որ քեզ 4-5 տարի առաջ բայի տղա ենք ասե, ու դատարանում է չենք հրաժարվե դրանից։ Ճիշտ ենք ասե, որովհետև Արցախը, Շուշին ազատագրած Հայաստանի Հանրապետության անկախության, պետականության ակունքներում կանգնած լեգենդար մարդուն Սերժ Սարգսյանին, դու ասում ես ասեք ժամանակը իր անցել է, արա քո նման մեր բռնաբարողների ժամանակն է անցնելու։ Ճիշտ է, հիմա ձեր ժամանակն է, որովհետև հիմա Նիկոլի իշխանությունն է։ Ձեր համար նորմալ է մեր բռնաբարել, չգիտեմ, քրոջ հետ ամուսնանալ, քֆուր ուտել սուս մնալ, հայրենիք կորցնել, զինվորի արյուն ուրանալ, ցեղասպանություն ուրանալ, բայց դուք այդ ամեն ինչի համար պատասխան եք տալու։ Դու Սերժ Սարգսյանի պատերազմական կոշիկի փոշին չարժես, քո տանով մեկ Դանիել Так что այդ ժամանակները թե ումն են անցնել, ումն են անցնելու, ումնա գալու, դա ժամանակը ցույց կտա ու մենք։ Ու քո նման մեր բռնաբարողների տեղը հաստատ Հայաստանում ու մեր կողքին չի։ Դու սերրաշեղված անձնավորություն ես, դու ոնց կարաս Արցախ ազատագրած նախագահին ինչ որ բան ասես փոխանցեն։ Դու 100 կիլոմետրից նախագահին տենաս կամ միզես տակը, այդ տղա դու ոնց կարաս բան ասես Սերժ Սարգսյանին։ Ցանկանամ այսքանով այս սրբապիղծների թեման փակել եւ խորհուրդ կտամ այս տեսանյութը տարածել, որպեսզի նախ գլխավոր դատախազին հասնի
Արտուր Հովհաննիսյանի հանցագործությունը եւ ես նաեւ քրեական օրենսգիրքը ցիտեցի օրենսգրքի 136-րդ հոդվածով Արտուր Հովհաննիսյանի գլխավորությամբ բոլոր ցեղասպանություն ուրացողները, ցեղասպանությունը մոռանալու կոչ անողները պետքա ենթարկվեն պատասխանատվության։ Նոր օրենքի ընդունվել, չընդունվելը չգիտեմ, միանշանակ սրանց իշխանության օրոք չի կարող անցնի, բայց մենք արդեն գործող օրենք ունենք, որը սահմանում է պատիժ ցեղասպանություն ուրացողներին, իսկ Արտուր Հովհաննիսյանը բառացի ազգային ժողովի ամբիոնից ասել է, որ ցեղասպանությունը մոռացեք, անցեք առաջ։ Սա հանցագործությունն է։ Հիմա եթե դուք Արտուր Հովհաննիսյանին չկանգնացնեք դատարանի առաջ, մանդատից չզրկեք, ուրեմն այս երկրում ով ինչ հանցագործություն ուզի պետք է անի ու չպատժվի։ Այսքանը։ Շնորհակալ եմ, հաջողություն։